Զբաղվում դառնությամբ փորձում ենք ընտանիք բերել։ Գործը ունի իր յուրահատկությունը։ Օրինակ ես սիրում եմ երկաթը աշխատել։ Նա երկաթ որ վերցնում ես, մի բան կարող ես ստանաս այդ երկաթից։ Երկաթն է փայտնել լեվելը ցանկացած բան, որ ունի բնական ծագում։ Մի եղբորս է այս գործը իրար հետ անում ենք, սկսել ենք այս մի քանի ամիս է, 8 ամիս է եղել որ սկսել ենք։ Աքսեսուարներ ենք պատրաստում, կախիչներ ես կարգի ես, որը մնացել է, խաչեր, ծաղիկներ, վարդեր, եւ այլն։ Նկարում են գործերը, ունենք նկարած գործեր ինչ-որ նստարաններ, մանգալներ, բիսեդկաներ, ճաղավանդակներ, ճրջանակներ, խոսքով գրեթե ամեն ինչ։ Իսկ ի՞նչն է հիմնականում վաճառվում։ Մանգալներ էլի ասեցի։ Մեր ազգը սիրում է ուտել խմել։ Ուտել խմելու բան ունի, վարոտներ, մեկ էլ խնկամաններ, գերեզմանների։ Օրինակ սեղանի մի հատ ոչ կա, մենակ ես եմ պատրաստում։ Պատրաստել եմ նաև հայկական հոգով ինչ-որ սիմվոլներ դուրս է գնացել, խաչա նռախառը տենց ինչ-որ կոմպոզիցիաներ, ավելի շատ սուվիների կարգի։ Ունեի տեղը, ունեի սվարկի ապարատ, էլի ասեցի սեր կար դեպի երկաթը, սկսեցի ինչ-որ մի բան անել։ Ինչ-որ մեկից սովորել եք, թե։ Ոչ մեկից չենք սովորել, ցանկություն կա սովորելու, որտեղ շատ բաներ կա, որ չգիտենք, ինքնուս ենք, հենց ավելի դժվար է։ Վարդը սկզբից վարդ որպես չպետք է լիներ, սա նախատեսված էր, որ օծ լինի, ինչ-որ չհաջողվեց, չստացվեց, ինչ-ինչ պատճառներով, որոշեցի սարքել վարդի պոչ։ Հետո ավելացան տերևները, ախպորս իմպրովիզացիայով տենց սիրտ մարդուտի կապակցությամբ սա ստեղծվեց։ Սարդոստան ինչ-որ դատակեր առանց սարդի սիրուն չէր լինում։ Պարտադիր պետք է սարդերը լինեն։ Եվ ստեղծվեցին այդ սարդերը, ինչքանով են նման չգիտեմ, դուք ավելի լավ